մշակութային արդեն ծիծաղում է, առհասարակ էլ արդեն ժպտում են։ Գառնիկ ջան, արդեն երգում է։ Մշակութային իրադարձությունները անկախ ամեն ինչից շարունակվում են։ Սիրելի հեռուստադիտողներ, փետրվարի 15-ին 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի Հայաստանի Ալթունյան պետական անսամբլը գեղեցիկ համերգով կմեկնարկի 87-րդ համերգաշրջանը։ Այս մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ, առհասարակ էլ ինչ է տեղի ունենում անսամբլում, ինչ նորություններ ունեն, որոնց մասին կպատմեն մեր հյուրերը։ Դե ես էլ հյուրերին ներկայացնեմ Հայաստանի Ալթունյան պետական անսամբլի պարուհի Քնարիկ Ադամյան, երգչուհի Կլարա Կարապետյան։ Բարև ձեզ։ Բարի լույս, լավ եք։ Հրաշալի։ Ոնց որ մի անգամ առեթունեցել ենք, հա, ձեզ հետ հանդիպելու ճիշտ եմ հիշում, չէ՞։ Առաջին անգամ եք մեզ մոտ։ Դե որ առաջին անգամ եք մեզ մոտ, եկեք երգենք ու պարենք։ Դե լավ, ասեք ինչ է լինելու։ Դե որ երգեցին, պարելու էլ ենք։ Հա։ Ինչ է լինելու։ Անդրադառնանք այո համերգին։ Նախ թույլ տվեք ասել Ալթունյանցի լիներ առհասարակ Տիտղոսը եւ ես մեծ հպարտությամբ եմ ուզում նշել, որ արդեն 15 տարի է շուրջ ես հանդիսանում եմ Ալթունյանցի եւ կրում եմ այդ Տիտղոսը եւ մենք մեր վրա շատ մեծ պատասխանատվություն ենք դրել, կարելի ասել առաքելություն ունենք ազգային երգն ու պարը պահպանելու ալթունյանական, սերունդներին փոխանցելու այդ սուրբ գործը եւ դա անում ենք շատ մեծ պատվով ու սիրով։ Այս ազգային բառը կհանեն, կդառնաք բանա, երկող ու պարող։ Դե գիտեք, դա կարող եմ ասել ներքին հոգեվիճակ է, դա մարդու ներսից է գալիս, երբ ներսումդ ունես այդ ազգայինի հանդեպ առհասարակ մոտեցումն ու պատկերացումը, ինչ ուզում է հանեն, ինչ ուզում է տնեն, ավելացնեն, միևնույն է, այդ ներքին հոգեվիճակը մնում է հայի։ Լավ։ Հուսամ, ասում ես իմ ցավոտ կողմերն է իրականում, բայց ինչի մենակ քո։ Հա, դե մեր քչերից, բայց էլի ինձ թվում է, մի 100 հոգի մարդիկ որովհետև իրականում ասում եմ, ամեն անգամ երբ դու խորանում ես այդ ազգային մշակույթի մեջ, դու մի քիչ իրական ես տեսնում հայի այն տեսակը, որը ցավոք, չգիտեմ, կորչում է, խեղվում է, չգիտեմ ինչ է լինում, ինչ որ մի վատ բան լինում է ամեն դեպքում, եւ իրականում երբ երիտասարդներն են խոսում պահելու, պահպանելու մասին, ոնց որ դուք եք առավոտյան լավատեսությամբ տես խոսում, ուրեմն այդ լավատեսությունը պետք է փորձել վերականգնել։ Այո։ Անդրադառնալով 87-րդ համերգին, սա ինչ առանձնահատկություն ունի, ինչի ենք մենք հստակ օրինակ թիվը նշում, ինչ կարևորություն է եւ այդ անցած ճանապարհը, հա, որ անցել եք այսքան ժամանակ 87 համերգ, չգիտեմ, ինչ է իրականում փոփոխվել եւ որտեղ եք հասել հիմա։ Կարող եմ ասել, որ 87-րդ համերգաշրջանի բացմանը մենք ներկայացնելու ենք ինչպես այցեքար դարձած բեմադրություններից, այնպես էլ երկու նոր պրեմիերա։ Առաջինը լինելու է Հուշեր պարը, որը բեմադրել է Ազատ Ղարիբյանը, սակայն վերաբեմադրել է մեր գլխավոր բալետ մեսեր Նունե Գրիգորյանը, ինչը շատ մեծ պատիվ է մեզ համար։ Երկրորդ պարը լինելու է Մոկած հարցները, որի բեմադրությունը նույնպես Նունե Գրիգորյանինն է, երաժշտական մշակումը կատարել է ստեղծագործական մասով ղեկավար Գարեգին Առաքելյանը։ Այս պարը այս համարը նախկինում կատարվել է եւ հանդիսատեսը տեսել է, սակայն հիմա արդեն ավելի հարստացնելով ստեղծագործությունը Նունե Գրիգորյանը կատարել է հայուհու կերպարը ել ավելի ընդգծող պարային բեմադրություն։ Առհասարակ ամեն տարի նոր բեմադրություններ պարտադիր պետք է լինեն, կա ինչ-որ նման տենց կարգ, որ պետք է պարվի թե ցանկալի է։ Այսինքն ժողովուրդ չասենք էլ այդ բառից արդեն հանդիսատեսը սպասում է նոր հանդիսատեսը սպասում է նորությունների, հոգնում են իրանք անդադ նույն բառերը տեսնելուց, թե համերգները շատ են լինում Հայաստանի Հանրապետությունում։ Այո, բավականին շատ է լինում տարվա կտրվածքով մոտավոր քանի համերգ է լինում։ Օրինակ 24 թվականին քանի համերգ է եղել։ Հստակ թվով չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ Երևանում ունենալու ենք մոտավորապես 10-ից 15 համերգ, միայն Երևանում է։ Դա, միայն Երևանում։ Նաև ունենալու ենք Գյումրիում համերգ եւ Էջմիածնում։ Վանաձոր ինչ չեք գնում։ Մենք մշակութային կանգառ ծրագրի շրջանակներում ունեցել ենք մարզային բազում համերգներ։ Այո, եւ ներկայացրել ենք մեր ալթունյանական Քանի հոգի է ավանդույթները։ 80-ից ավել
երևի կասեմ ամբողջական, եթե որպես այդպեսին վերցնենք, 85-ից 95 հոգի ենք։ Լինում է որ ամբողջ կազմով կա նման համար։ Այո։ Երիտասարդները քանի տոկոսն են կազմում։ Կորելիո մեծ թիվն է կազմում, այո։ Իրականում հեշտ է ընդգրկվել ձեր անսամբլի, ընդհանրենք ինչ որ մեկն եկավ ու ուզում է Չէ, կարծում եմ այդ հարցին լիարժեք կարող եմ պատասխանել այո, որովհետև տեսեք ես 15 տարի է այդ կոլեկտիվում եմ եւ ես իմ մուտքը կարող եմ օրինակ նշել այնտեղ, սկզբում որ ես մտա շատ եմ որ sense ուղակի նայում ես, փորձում ես հասկանալ, որը ինչպես պետք է անես, առհասարակ խոսվում է ավանդույթներից, այնտեղ արդեն դրված եւ դու փորձում ես հասկանալ ընկալել եւ կատարել այդ ամեն ինչը ալթունյանական ու նաեւ շարունակաբար փոխանցել։ Ինձ շատ ջերմ են ընդունել եւ դա երևի խոսում է հենց նրա մասին, որ ես շուրջ արդեն 15 տարի այդ կոլեկտիվի անդամ եմ եւ վստահաբար դեռ երկար տարիներ կլինեմ։ Տեսեք, դուք երկու երիտասարդ աղջիկներ հիմա որպես ներկայացուցիչներ ինձ հետաքրքիր է։ Մենք խոսում ենք ազգային ավանդույթների մասին, դուք ասում եք, որ այդ կոլեկտիվ ներգրավելով պիտի հետևես, տեսնես ոնց են իրենք, հա, այդ ավանդույթներին վերաբերում, գուցե, չգիտեմ, ինչ զրույցներ եք ունենում։ Ոնց է ստացվել, որ երիտասարդ աղջիկները դե 15 տարի առաջ էլ ավելի երիտասարդ, այդքան սեր են ունեցել այս ժամանակակից իրականության մեջ ազգայինի հանդեպ։ Այդ տնից է գալիս, այդ որտեղից է գալիս։ Այրյան կանչ, ես կասեմ անունը, այդպես կբնորոշեմ։ Չէ, բայց դե շատ կարևոր է, չէ՞։ Իհարկե ընտանեկան դաստիարակը բնականաբար դա շատ մեծ նշանակություն ունի, բայց առաջին հերթին այդ հոգու կանչը։ Դուք։ Ես որ սովորում էի պարարվեստի ուսումնարանում։ Ինչքան ժամանակ է որ դուք Ալթունյանում եք։ 3 տարի։ 3 տարի։ Եվ պարարվեստի ուսումնարանում սովորելուց հետո անսամբլի ղեկավարությունից եկան ուսումնարան, որպեսզի անսամբլների համար համապատասխան պարուհիներ ընդգրկեն անսամբլում եւ ինձ նույնպես ընտրեցին, որը իրոք շատ մեծ պատիվ եւ պատասխանատվություն էր ինձ համար։ Եվ այդպես ես ընդունվեցի Ալթունյան պետական անսամբլ։ Սկզբում չգիտեի ինձ ինչ է սպասվում իրականում, բայց հիմա հասկանում եմ, որ այս ամենը ինձ համար շատ կարևոր գործ է դարձել։ Ամենօրյա իմ աշխատանքն է դարձել եւ ես շատ մեծ պատվով եւ պատասխանատվությամբ եմ գալիս այստեղ, քանի որ գիտակցում եմ, որ ներկայացնում ենք մեր ազգի մշակույթը եւ ներկայանում ենք տարբեր բեմերում, համաշխարհային բեմերում։ Քանի որ խոսեցինք համաշխարհային բեմերից, եկեք հասկանանք 2025-ի ծրագիրը արդեն կա, ինչ շրջագայություններ են լինելու, ինչա լինելու։ Դեռևս շրջագայության պահով չեմ կարող խոսել, քանի որ հայտնի չէ, բայց ասեցի, որ Երևանում ենք ունենալու լիքը համերգներ եւ նաեւ Էջմիածնում, Գյումրիում, բայց 2024 թվականին կարող եմ նշել, որ ունեցել ենք 2 շրջագայություն, տարեսկզբում ունեցել ենք Ֆրանսիայում հյուրախաղեր, 1 ամսվա ընթացքում բարել ենք 23 համերգ, ունեցել ենք 30,000 հանդիսատես, տարբեր քաղաքներով ենք շրջել, որը իրոք մեծ պատիվ էր մեզ համար։ Նաև ունեցել ենք տարեվերջում Թուրքմենստան շրջագայություն։ Այդտեղ էլ իրոք շատ մեծ պատվով եւ հպարտությամբ ենք եղել, որովհետեւ այցելել ենք թանգարանը Թուրքմենստանի եւ պատկերասրահ ազգային եւ այնտեղ տեսել ենք մեր հայտնի նկարիչներից Մարտիրոս Սարյանի, ինչպես նաեւ Հովհաննես Այվազովսկու նկարները, որը իրոք մեծ պատիվ էր մեզ համար։ Հայկական մշակութային օրերն էին Թուրքմենստանում եւ մեր կոլեկտիվը պատվով ներկայացել է, նաեւ իրենց պարողների հետ են համատեղ պար ունեցել։ Թուրքմենները կարող են պարել։ Այո, իհարկե։ Թուրքմենստանի բարի պետական անսամբլը եւ Ալթունյան պետական անսամբլը համատեղ համերգ են ունեցել։ Դուք պարում եք, դուք երգում։ Այո։ Ինչա ձեր կողքին դրած։ Ես սիրով ուզում եմ ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի կողմից փոխանցել մեր համերգի հրավիրատոմսերը։ Սիրով հրավիրում եք։ Այո, ես ուզում եմ։ Սիրով սպասում եմ։ Շնորհակալություն։ Ընտիր։ Չեք երգելու բա մեզ համար։ Իհարկե, երգեմ մեծ սիրով։ Խնդրեմ։ Ես Սայատնովայից ձեր համար Դունեն հորինի ստեղծագործությունը կկատարեմ։ Դունեն հորինից
կուզավտե Չունքին զովտեցիր խապով նազանի Արիվիլ գարիվ մուտ արավույոսիս չկակիզի նման չապով նազանի Արիվիլ գարիվ մուտ արավույոսիս չկակիզի նման չապով նազանի Դադիրը շատացավ ասիլի մուզում Աչկեմ է սարտասուկ ուսիլի մուզում Ամաշայի արկիզի խուսիլի մուզում Սիրտը շգշտանում գապով նազանի Ամաշայի արկիզի խուսիլի մուզում Սիրտը շգշտանում գապով նազանի Բրավո, բրավո։ Կան չէ՞ մեր եթերում երկիշներ են գալի, որ առավոտյան մի քիչ ձայնս լավ չի դնում, բան։ Բայց մեր բախտը բերել է, բոլորը տենց պատրաստ իմիջայլոց։ Ես իհարկե այն որ ասում եմ մի քիչ ոչ լիարժեք ինֆորմացիա կտամ, քանի որ Սայաթ Նովայի երկվեց, շատ մարդկանց ինձ թվում է կարող է լավ ուսուցանող պատմություն լինել, ես խորհուրդ եմ տալիս իմիջայլոց, շատ մարդկանց տրանսպորտի թանկացման տենց հոխորտ տալու փոխարեն գնալ ուսումնասիրել ոնց է ստացվել ժամանակին անունը չեմ տա այդ հին դեռ սովետի ժամանակ քաղաքապետի օրոք ոնց են կարողացել փողոցներից մեկը կոչել Սայաթ Նովա հետո ինչի առաջ են կանգնել ոնց են փորձել տակից դուրս գալ բայց ամեն ինչ Հետո ոնց են կեսը փոխել ու եկել են տեսել են որ կեսը եկել են այո ոնց են այդ արել իմիջիայլոց այսինքն մարդ որ սիրում է իր քաղաքը ու գիտի որ այդ տեսակ անելիքների պատճառով կարող է հայտնվել շատ լուրջ Սիբիրում օրինակ Սիբիրում ինքը միևնույնն է գնում է ու ասում են ինչ որ մի հատ Գուսանի անունով են ուզում կնքել կարևոր փողոց են փոխում ու կարողանում են մանևրել բայց մենակ թե կարևորել որովհետև այն որ Թշնամին ուզում է Սայաթ Նովային էլի իրենով անել ուզում էր ինքը լավ գիտի ինչ է ուզում ես քիչ առաջ խոսում էի այն մասին թե մշակույթը ինչ կարևոր դեր կարող է ունենալ այդ երկրի զարգացման, աճի եւ առաջ խաղացման համար եւ շատ անուններ սկսած Կոմիտասից, Սայաթ Նովայից ամեն ինչ արել են ուտեսներից սկսած որպեսզի իրանցով անեն որ մշակույթը հարստանա մենք փոխարեն ասում ենք դե վերցրեք Իդեպ գիտես չէ որ խնդիրը էլի հայի ու հայի մեջ է եղել զանգել են այստեղից լավ գործ տվողները ասել են գիտեք ասում են ասում հայ դավաճան ուրիշ է իրականում այսպեսի բանը գոնե ամեն ինչ աներ որպեսզի իրականանա դեռ մի բան էլ զանգել են ու ասել են իմացել եք ինչ են անում չէ փողոց են ուզում Սայաթ Նովայի անունով Գուսան ունենք իր անունով են ուզում կոչել որովհետև բայց այս մարդկանց այսենց անհատների շնորհիվ է որ այսօր մենք ունենք Սայաթ Նովա փողոց ու հուսամ որ շատերը ճանաչում են ոչ միայն փողոցը այլ նաև ինչի համար է կամ ում անունով է փողոցը անվանակոչվել էլի որովհետև այդ իրականությունն էլ ավաղկար հիշում ես ժամանակին մենք ծիծաղում էինք որ ասում են Կոմիտասով է ասում են ով չի փողոցը է մենք այդ ժամանակ ծիծաղում էինք դա երբ էր հիշում ես երբ 15 տարի առաջ մենք ծիծաղում էինք դրա վրա բայց դա այսօրվա մեր իրականության պատկերն է որովհետև եթե ճանաչեինք Կոմիտասնով է այսօրին չէինք լինի բայց փոխարենը կան երիտասարդներ ովքեր գիտեն ինչ է նշանակում ազգային Գիտեք, ես կուզեմ պատվով նաև նշել, որ Թուրքմենստան Աշխաբադ քաղաքում մտածողների այգի գոյություն ունի, շատ ահռելի ծավալների եւ այնտեղ առաջին պլան շատ մեծ քանդակ Սայաթ Նովայի արձանն է պատկերված եւ առհասարակ հայկական մշակույթը այնտեղ շատ բարձր է գնահատվում, շատ բարձր։ Եվ մեր գորգագործությունը եւ կավեգործությունը իրենց թանգարաններում ազգային առանձին այդպես պատկերասրահում ներկայացված է մեր Մարտիրոս Սայրյանի Այվազովսկու ստեղծագործությունները, որը կարծում եմ յուրաքանչյուր հայի հպարտությունն է։ Այն օրը հոլիվուդյան մի ֆիլմ եմ նայում, որտեղ հնչում էր Արամ Խաչատրյան Դե չասեմ էլի, տանը նստած ինքս ինձ բռնացրեցի նրա վրա, թե ոնց եմ տենց հիացմունքով եւ ժպտում, ոչ մեկ ինչ չի տեսնում, բայց ես հասկանում ես տենց ակամայից երևի հենց այդ գենն է, էլի արյունն է, որ դասում ես
այդտենց գնացեք տեսեք, որ Արամ Խաչատրյան պիտի հնչի ձեր ֆիլմում, որպես իմիջիայլոց բանի տեսարան էին նկարել պարահանդեսի շատ գեղեցիկ էր իմիջիայլոց ու այնտեղ հնչում էր Արամ Խաչատրյան։ Ամենավատն է, որ մենք անունը գիտենք, բայց գնահատելու եւ հպարտանալու ձևը չգիտենք։ Իսկ այդ ձևը ահագին գործառույթներ ունի իրականացնելու, որ պետք է անենք։ Բայց դե իհարկե մենք ոնց անենք այդ մենք լուրջ բաներով ենք զբաղված, մենք մտածում ենք հարևան Մարուսի աղջկան ոնց քննադատենք։ Աղջիկներ, շնորհակալություն, որ մեջուրն էիք։ Մենք եւս շնորհակալ ենք մաղթում։ Եթե դուք որպես երիտասարդ այդքան գնահատել եք ազգայինը, թող որ երևի ձեր սերունդը հաստատ կդասյարակվի բնականաբար ձեր տեսակով, ու ելի հույս կա, որ ելի կլինեն նոր սերունդներ երիտասարդ, որոնք կհասկանան չէ նշանակում ազգային ավանդույթներ։ Այո, ազգային ավանդույթներով ապրելը, առհասարակ ապրելակերպը դա ապրելակերպ է։ Այո, դա ապրելակերպ է։ Ես համաձայն եմ։ Շնորհակալություն։ Փետրվարի 15-ին հաջողություն ենք մաղթում եւ ամբողջ տարին։